Վտանգված է Ադրբեջանի բանտում խոշտանգվող Լյուդվիգ Մկրտչյանի կյանքը։ Քանի օր է ահազանգում է արգենտինահայ փաստաբան Լուսիանա Մինասյանը, Բաքվից պահանջելով տեղեկություններ առողջական վիճակի մասին։ Ադրբեջանը շարունակում է 7 կողպեկի տակ պահել հայգերիների մասին ցանկացած տեղեկատվություն։ Փաստաբանը զգուշացնում է, եթե 56-ամյա Մկրտչյանի առողջական վիճակը չկայունանա, գուցե անդառնալի լինեն հետևանքները։ Մենք շատ լուրջ մտահոգություններ ունենք հիմնված Ադրբեջանի պաշտոնական բժշկական փաստաթղթերի վրա, որոնք ընտանիքը ստացել է 2025-ի հոկտեմբերից մինչև 2026 թվականի հունվար։ Մի քանի կարևոր արդյունքներ կարդամ։ Արյան մեջ լեյկոցիտների քանակի ավելացումը վկայում է, որ լուրջ վարակ կա, նաև բորբոքային գործընթաց։ Սրտի հետ կապված շատ լուրջ խնդիրներ կան նաև։ Հաճախակի գլխացավեր, գլխապտույտ, կրծքավանդակի ցավ եւ արյան բարձր ճնշում ունի 6 տարի Բաքվի բանտում խոշտանգվող Լյուդվիգ Մկրտչյանը։ Փաստաբանի խոսքով անհապաղ անկախ սրտաբաններ եւ արյունաբաններ պետք է զննեն հայգերուն։ Նա պետք է պատշաճ բուժում ստանա չեզոք դիտորդների կանոնավոր անարգել այցելությունների ընթացքում։ Ադրբեջանը, որ չի հարգում միջազգային եւ ոչ մի օրենք, պարտավոր է հայգերու բժշկական բոլոր փաստաթղթերը տրամադրել նրա ընտանիքի անդամներին։ Հավանաբար նրա հետ վերջին զանգը եղել է մոտ 30 օր առաջ։ Մենք սպասում ենք բժշկական տեղեկանքների, որոնք ենթադրվում է, որ պետք է ստանանք 6 ամիսը մեկ։ Ակնկալում ենք ստանալ Լյուդվիգ Մկրտչյանի հաջորդ բժշկական քարտը։ Դիմում ենք նախագահ Ալիևին եւ փոխնախագահ Մեհրիբան Ալիևային, մարդու իրավունքների պաշտպանին։ Խնդրում ենք ուղարկել բժշկական տեղեկանքները, քանի որ ընտանիքը շատ անհանգստացած է այս իրավիճակով։ Փաստաբանի համար անընդունելի է, որ միջազգային մարմիններին ուղարկված պաշտոնական ամփոփագրերում Ադրբեջանը պնդում է, թե գանգատներ չունի Լյուդվիգ Մկրտչյանը, նրա վիճակը կայուն է։ Ցավոք մենք հաղորդագրություններ չենք ստացել հենց Լյուդվիգից, հարազատների հետ շփումները չափազանց սահմանափակ են։ Ուշադիր հետևում ենք դրանց, մեր տեղեկությունը հիմնված է մեր ստացած եւ վերլուծված բժշկական գրառումների վրա։ Արգենտինահայ փաստաբանը փորձում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների օգնությամբ հասնել նրան, որ Կարմիր խաչին երկրից հեռացրած Ադրբեջանի իշխանությունը հաշվի նստի միջազգային մարդասիրական իրավունքի հետ եւ թույլ տա անկախ դիտորդներին այցելել Բաքվի բանտում 20 տարով ազատազրկված հայ գերուն։ Գայանա Մովսիսյան, Էլենի Ահինյան, Հայլուր։